Երևանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների պաշտոնական արդյունքները բավականին հեռու են իրականությունից։ Նման կարծիք է հայտնում Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Դա ոչ թե ընտրական պրոցես, այլ բացահայտ առուվաճառք կարելի է համարել, գտնում է Մարտիրոսյանը։ Այս անգամ էլ իրական ընտրողները քիչ տոկոս են կազմել։ Արտարոց ոչինչ տեղի չունեցել, ընթացել այնպիսի ընտրություններ, ինչպիսին եղել է 90-ականների կեսերից Հայաստանի Հանրապետությունում, այսինքն ընտրական գործընթացներում հիմնական դերակատարները եղել են ոչ թե ընտրողները, այլ հիմնական դերակատարներն եղել են ադմինիստրատիվ ռեսուրսը եւ կրիմինալ զանգված։ Թիվ 10 ընտրատարածքի ընտրությունները խայտառակություն է որակում Դաշնակցության բյուրոյի անդամ Արսվիկ Մինասյանը։ Հատկապես իրավապահ համակարգն ըստ Մինասյանի եւս մեկ անգամ ցույց տվեց, ում եւ ինչի համար է աշխատում եւ կամ ինչ պատվեր է կատարում։ Դարձյալ ծեծկրտուկ լցոնումներ, բաց քվեարկություն եւ մասսայական այլ ընտրախախտումներ։ Կատարվեց այն ամենը, ինչը վերջին շրջանում բնորոշ է մեր երկրին, հավելում է Դաշնակցականը։ Կուլմինացիոն պահը դա ծեծկրտուկն է, որ տեղի ունեցել։ Իհարկե առանց, ինչպես ասում են, ծխի կրակ չի լինում, բայց դրան նախորդել է ակնհայտորեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են իրականորեն ազդել հենց նույն ընտրությունների արդյունքների վրա եւ մարդկանց կամահայտնության վրա։ Այդ ամբողջության մեջ պետք է դիտարկել։ Եվ ինձ թվում է, որ իշխանությունները, եթե ցանկանում են, ոնը փոքր ինչ ցանկություն ունեն վերադառնալու ժողովրդավարական կարգերի, առնվազն սա պետք է դարձնել լուրջ քննության առարկա եւ իսկապես պատժեն հակաիրավական վարքագիծ դրսևորողներին։ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավարին սակայն ամենաշատը զարմացրել էր ընտրողների պասիվությունը։ Ըստ Մարտիրոսյանի դա լուրջ մտահոգելու է ընդդիմությանը, քանի որ ընտրազանգվածն այդ պասիվությամբ ավելի շատ իր դժգոհությունն է արտահայտում, գտնում է նա։ Հասարակությունը իր այդպիսի ցածր մասնակցությամբ, իր պասիվությամբ ցույց է տալիս, որ այն քաղաքականությունը, որը այժմ իրականացնում են ընդդիմության ուժերը, ըստ էության իրեն չի արդարացնում եւ անհրաժեշտ են սրբագրումներ։ Փաշինյանի համակիրները սակայն այլ բացատրություն տվեցին։ Ասում են, թե իրենց պասիվությամբ իշխանությանը ապացուցում են, որ չեն հավատում եւ բոյկոտում են ընտրական գործընթացը, բայց եւ գիտեն, որ իրենց փոխարեն քվեարկությունն այնուամենայնիվ կատարվել է։ Դրա համար էլ մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպում ու պահանջում չեղյալ ճանաչել ընտրության արդյունքները։ Մենք այլևս չենք հավատում որևէ ընտրության։ Մենք չենք գալիս, որովհետեւ հույս չունենք, որ մեր ձայնը տեղ է հասնում կամ տեղ կհասնի, դրա համար ժողովուրդը, ես կասեի, նույնիսկ իր բողոքի ձայնը արտահայտում է իր տեղամաս չգալով։ Լրիվ այդ մեր վստահված անձերին, ոչ թե ձեռքով ծեծելով, ընկերներ, այս sense ոտքերով ծեծելով դուրս արեց բոլոր ժողովրդին եւ դուրը փակեցին։ Ուղիղ ժամուկես այդ մուտքը փակված մնաց։ Ցուցակները գողացած տանում էին իրանց կողմ, ժողովուրդը եկել էին, կանգնել էին, կռվում էին, տղամարդիկ գոռում էին, խուլիգաններ, խուժաններ, բացեք, եկել ենք ընտրելու։ Ինչ իրավունք ունեք դուք բանի տեղամասի դուռը փակելու։ Մեր թիմը մի 300 հոգով կանգնած էր մի ամբողջ պետական ճնշիչ մեխանիզմի դեմ, անվտանգությունը, ոստիկանությունը, հարկայինը, գողականը, քրեականը բոլորը գումարվել էին, ազատ ընտրության դեմ պայքարում էին։ Park ասում ենք ահագին տեղամասերում հաղթեցին, կարողացանք զսպել կրիմինալին, բայց արդյունքում ձևակերպեցին, ինչ ձևակերպեցին։ Ըստ Արամ Մանուկյանի ընդդիմությունն արել է հնարավորինը, մասնավորապես պահանջել է վերանայել ընտրությունների արդյունքները, ինչպես արվում է յուրաքանչյուր ընտրությունից հետո, թեպետ առանձնակի սպասելիքներ չունեն, թե ինչ որ բան կփոխվի։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։